Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք դեպի մշակույթ։ Առջևում թանգարանների գիշերն է։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում մայիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սևադա Արտ ստուդիոյի ղեկավար Սամվել Սևադայի գեղանկարչական ստեղծագործությունների Կույսի համաստեղություն խորագրով հետահայաց ցուցահանդեսը։ Ցուցադրությունը նվիրված է Սամվել Սևադայի ծննդյան 75-ամյակին եւ Աբովյան քաղաքում նրա 50-ամյա աշխատանքային ու ստեղծագործական ուղուն։ Այստեղ մի փոքր սխալ կար, մենք հեսա կողենք, ես կասեի 50-ամյակին է նվիրված, այնպես որ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզանա Բադալյանն է մեր հյուրը եւ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սամվել Սևադան, բարի առավոտ, լավ եք։ Ինչու ասեցի 50-ամյակին, որովհետեւ ընդհանրապես 75-ի տեսք չունեք, վարպետ եւ համոզված ենք, որ ստեղծագործություններում էլ այդ փայլը եւ գույների այդ վառ արկայությունը միշտ կա։ Եթե դուք գաք այդ ցուցահանդեսին ճշտ եք, կատը չկա։ Բայց այդ գույների խաղը միշտ մեզ զարմացնում է։ Շատ հաճելի է։ Ինչու Կույսի համաստեղություն։ Որովհետև ես Կույսի համաստեղություն տակ եմ ծնվել, այն բանաստեղծությունների գիրքն էլ է այդպես կոչվում, կարծեմ մի անգամ ներկայացրել ենք այդ գիրկը ստեղ ձեզ մոտ։ Դրա համար Կույսի համաստեղություն ընդհանրապես շատ անմեղ բան ունի, էլի, առանց ենթատեքստերի, էլի։ Եվ հետահայացք սա էլ է։ Հետահայաց, որովհետև այս ցուցահանդեսում ներկայացնում եմ գործեր, որոնք որ ստեղծվել են 50 տարի առաջ։ Սրանից 50 տարի առաջվա նկարներ, դրանք էլ եմ կախելու, որպեսզի այդ ընթացքը երևա, էլի, ուղղակի, քանի որ այդպիսի տարի է, որ 50 ամյակին է նվիրված իմ աշխատանքային եւ ստեղծագործական գործունեության, սկիզբից գալիս ենք մինչեւ այսօրվա օրերը։ Մի քանի գործեր եմ ներկայացնում հներից, որովհետև շատ գործեր չեն պահպանվել, տեղափոխվել են ժամանակի Միացյալ Նահանգներ, այնտեղ կորել է կամ ասենք անցել է ուրիշների պատերին է կախվել։ Քանի որ այստեղ առավոտ ունեք եւ մենք առաջին ծրագիր ենք կոչվում ու առավոտյան ենք հեռարձակում, ինձ հետաքրքիր է առավոտը իսկապես այսքան շատ գույներ ունի ձեզ համար ու միշտ Առավոտն է ամենաշատ գույներ լինում։ Միշտ առավոտ, երբ որ արևը ծագում է, արդեն իր այդ ուլտրամանուշակական ճառագայթների տակ այն սովորական գույները նոր երանգներ են ստանում, այդպես է։ Անկախ նրանից թե այդ լույսը, ախր լույսը ինչի համար են ասում լուսանկարչություն, քանի որ ես նաև լուսանկարչությամբ եմ զբաղվում, լույսի առեղծվածը շատ կարևոր է, թե ինքը ամենակարող է լույսը, ինքը ամեն ինչ կարող է փոխել։ Դրա համար եւ առավոտն էլ գույները փոխվում են, այն սովորական գորշ գույները վերածնվում են, նորովի են բացվում եւ մարդկանց գույնն էլ է փոխվում։ Մի քիչ էլ վերաբերմունքի խնդիր է, նայես թե դու ինչ հայացքով ես նայում այդ ամեն ինչին, եթե դու կարողանում ես դա այսինքն վերաձևակերպել քո մեջ ու դա վերարտադրել, այսինքն նկարել դա կամ բանաստեղծություն գրել այդ թեմայով, լույսի եւ այլն, այդ ժամանակ արդեն վերաիմաստավորվում է այդ ամեն ինչը։ Ռուզաննա, ինչպես որոշվեց, որ այս գույների հրաշալի տոնը լինի հենց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։ Ինչպես որոշվեց։ Ասեմ, որ Սամվել Սևադան թանգարանի հիմնադիր տնօրենն է, առաջին տնօրենն է եւ ես մի օր որոշեցի, որ պետք է անպայման հանդիպեմ պարոն Սևադայի հետ, որպեսզի հետաքրքիր պատմություններ իմանամ թանգարանի հիմնադրման պատմությունից, թե ովքեր են առհասարակ ներկա եղել, ինչ հետաքրքիր պատմություններ կարող է ներկայացնել ինձ այն ժամանակվա մասին եւ այդպես խոսքից խոսք որոշեցինք, որ պետք է անպայման իր ցուցադրությունը կազմակերպենք մեզ մոտ։ Եվ որոշեցինք ինչու ոչ թանգարանային գիշերը, երբ որ այս տարի թանգարանային գիշերվա խորագիրն է թանգարանների ապագան փոփոխվող համայնքներում։ Եվ ուզեցինք, որ ամբողջ համայնքներից ներգրավենք եւ ցուցադրենք այսպիսի հիանալի գույների աշխարհ։ Ակնկալիքները այցելուներից ինչպիսին են, որովհետև ներկայացնել այս աշխարհը, Սամվել Սևադայի աշխարհը, սա մեկ այլ բան է։
ակնկալում ենք շատ այցելություններ, որովհետև շատ հետաքրքիր ցուցադրություն է լինելու եւ առհասարակ թանգարանը ուզում ենք ակտիվացնել ամբողջ համայնքում, ներկայացնել ավելի բարձր մակարդակով, ավելի հետաքրքիր։ Դրա համար ակնկալում ենք այցելությունների մեծ հոսք այդ օրերին։ Նաև ասեմ, որ բացի թանգարանների գիշերից հաջորդ օրը մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրն է եւ այդ օրը եւս թանգարանը բաց է լինելու այցելուների առջև, այսինքն մուտքը ազատ է լինելու, բոլորը կարող են գալ, նայել, մեծ հնարավորություն է մարդկանց համար։ Հիանալի է։ Այս գիշերը երևում է, պետք է թանգարանից դուրս չգամ։ Եթե գիշերը մարդիկ այցելեն, դա 12-ը բաց է լինելու թանգարանը։ Գիշերը կարող եք գալ, ես սեղան կգցեմ այնտեղ։ Հիանալի է։ Սիրով։ Վարպետ, թանգարանում կախված լինելով նկարները մեկ այլ տրամադրություն է ստեղծագործողի համար, արվեստանոցում պարզապես դրված լինելով այդ նկարները մեկ այլ։ Ինչ է փոխում արվեստագետի հոգու մեջ թանգարանը եւ արվեստանոցը։ Հա, դու սկսում ես արդեն ուրիշի աչքերով նայել քո նկարներին եւ արվեստանոցում դու քո հարազատն է, ինքը քո կեսն է, դու արդեն սովոր ես իրան, ինքը այնտեղ իր համար է շնչում, բայց դու կիսով չափ քեզ հետ ինքը շնչում է, շնչառությունը զգում ես դու այդ նկարիդ։ Երբ կիսատա կամ ասենք թեգուր շարունակել է վերջացրել ես արդեն, հետո մի հատ ուրիշ նկարով ծածկել ես, բան մեկ-մեկ sense կամած բացում նայում եմ, նորից փակում եմ արվեստանոցում էլի։ Իսկ երբ որ կախում ենք արդեն էքսպոզիցիա անելը, դա մի հատ ուրիշ տեսակի հաճույք է, երբ որ նկարներն արդեն շարում ես պատերի տակ, սկսում ես բանոնել, ճիշտ տեղեր ընտրել, որ նկարը որի հետ կնայվի, ոնց կընդունվի, բան եւ այլն, որ այդ ժամանակ դու սկսում ես արդեն ոչ թե քո աչքերով, արդեն դու նայում ես քննադատի, այցելուի, ուրիշի աչքերով, այն գեղագետի աչքերով, որ քո նկարները ոնց կընդունեն, արդեն սկսում ես սիրտդ ուրիշ ձևի բաբախել, էլի աշխատել, որովհետև անհանգիստ ես, կապ չունի դու ինքնավստահությունդ կորում ա լրիվ իսպառ, ու սկսում ես վախենալ, թե որ գան տեսնես ոնց կընդունեն նկարները, սա այտենց տարբերությունը դա է, էլի, արվեստանոցի ու բանի, ցուցասրահի։ Սուրենը տարիքի առումով նշեց, որ 50 տարեկան եք, դա տեսքով, բայց ձեր կենսագրությամբ այդ 75 տարիները ինձ համար շատ հագեցած եւ այսպես շատ բուրըն կենսագրություն է եւ երբ թերթում էի այդ կենսագրության էջերը, այնքան բան կա խոսելու, որ հիմա 15 րոպեում դժվար կլինի այդ ամենից խոսելը, բայց ինձ ամենաշատը տպավորեց պատկերի վերաբերյալ ձեր մոտեցումը։ Դուք նշում եք, որ օրինակ կապ չունի վրձնով ես նկարում, թե լուսանկարչությամբ է պատկերը արտահայտվում, կարևորը թե ինչ է նկարվում, այսինքն կարևորը պատկերն է։ Կարևորը արդյունքն է։ Այո, ինձ հետաքրքիր է դուք առօրյայում որպես պատկերներ եք բոլորիս տեսնում, ոնց է ձեր հայացքը կյանքին։ Պատկերը հետաքրքիր բան է ինքը։ Օրինակ ասենք ես քանի որ նաև բանաստեղծություններ եմ գրում, դա էլ ընդհանուր արդյունքում պատկեր է ստանում վերջում։ Ասենք այդ մի քանի տողը որ եւ ես միշտ հակերճ եմ գրում, ես չեմ սիրում երկար բաներ գրել։ Պետք է աշխատես ասենք ոնց որ մի քանի վրձնահարվածներով մի հատ նկար է ստանում, մի քանի բառերով կարողանաս մի հատ պատկեր ստեղծես, որը հավասարազոր է ստեղծած այդ նկարին, եւ գունային հարաբերությունները եւ ամեն ինչը այդպես կոմպակտ պետքա լինի, բան եւ այլն, համել շատ տպավորիչ, որ խորությամբ կարծացողը կամ դիտողը խորությամբ ընդունի եւ ընկալի։ Դա շատ բան է, բարդ է եւ դրա համար իսկապես տարիների աշխատանք է պետք, հատկապես որ դու բացի քո զգայական մոտեցումներից, որ մի բան ես ստեղծում, նաեւ քո գաղափարական մոտեցումներն ես օգտագործում այդտեղ քո գիտելիքները, քո փորձը, որոնք օգնում են քեզ ավելի մաքուր, ավելի կոմպակտ, ավելի ավելորդաբանություններից զերծ մնաս, հա, ոնց որ բանաստեղծություններ կան, որ կարդում ես, հոգնում ես, էլի, որ այնքան գեղեցկա գրություն է, էլի, բառերը գրել, որ սիրուն լինի, բան, որոնք ոչ մի բան չեն ասում, մենակ խանգարում են, անճաշակությունը, բան եւ այլն։ Այսինքն դրանցից ձերբազատվելու համար փորձ է պետք, գիտելիքներ է պետք, բան, որոնք որ ես քարոզում եմ շատ իմ ուսանողներին, իմ աշակերտներին, բան, այդ բոլոր բաները եւ հասկանում եմ իհարկե, որ ամեն ինչ չի որ ասելով տեղը հասնում։ Մեկը իրանք էլ իրանց կյանքի փորձով պետք է գան հասնեն դրան նաեւ։ Իսկ ընդունակները իրանք ընկալում են իհարկե դա տարբերությունը դա է սովորական մարդկանց եւ ասենք վունդերկինդները, բաները, որոնք որ ավելի շատ արագ հետաքրքիր ձևով հասնում են հաջողությունների։ Չի ասենք բոլոր բնակավարներում, լինի դա բանաստեղծություն, լինի դա ֆիզիկա կամ ասենք ինչ ուզում է լինի բոլոր բնակավարներում։ Դրա համար
Տարբերությունը դա է, որ աշխատանք, շատ կարդալ, միշտ իմ քարոզը դա է, ես հետապնդում եմ դա անընդհատ եւ առիթը բաց չեմ թողնում դա անպայման տեղ հասցնելու համար։ Լուսանկարչության մեջ շատ անգամ լուսանկարիչներն աշխատում են պատկերները լուսանկարել սև ու սպիտակ, որովհետև ավելորդ գույները լուսանկարում խանգարում են, հա, դիտողին։ Կերպարվեստում հակառակն է, գույները պիտի լինեն տեղին, շատ ու հետաքրքիր, որպեսզի կարողանաս արտացոլես հենց այդ պատկերը, որը հեղինակը, նկարիչը ուզում էր տալ։ Դուք եւ լուսանկարիչ եք եւ գեղանկարիչ։ Ինչպես է կարողանում ես երկուսը իրար հետ համադրել, որովհետեւ մեկ դաշտում փորձում եք հավաքել ավելորդ գույները, իսկ մյուսում ավելացնել այդ գույները։ Հիմա ասեմ, նախ լուսանկարչության մեջ եւ դուք ջահել եք իհարկե բոլորդ տարիքով նկատի ունեմ եւ չեք հիշում այն ժամանակները, երբ որ գունավոր լուսանկար չկար ընդհանրապես։ Սև ու սպիտակ էր լուսանկարչությունը եւ մարդիկ երազում էին գունավոր լույս։ Եվ երբ որ Երևանում 66 թվականին բացվեց ամերիկյան լուսանկարչության ցուցահանդեսը դիզայնի, ու մենք առաջին անգամ գնացինք, տեսանք գունավոր լուսանկարներ, այդպես սրտատրոփ ամբողջ ժողովուրդը դրանից բաներ եղել։ Հետո հոգնեց մարդը հոգնեց գունավոր լուսանկարից։ Սկսեցին հիմա մոդա է, ասում են, ես գունավոր լուսանկար չեմ սիրում, ես սև ու սպիտակ եմ սիրում, դա էլ ձև է, էլի, որտեղ իսկապես արդեն գույնը ազդում է մարդու վրա, սիրտը խառնում է շատ գույներից, էլի, հասկանալի է։ Այդ գունավոր ֆոտոներից բանից մարդիկ արդեն գերադասում են ավելի լոկալ, ավելի զուսպ բաների մեջ, արդեն զգայական շերտերը բաց են, քան թե գունային, էլի, այդպես։ Նույնն էլ գեղանկարչության մեջ ուզում եմ ասել, որ ես ժամանակին լավ էլ գորշ գույներով եմ նկարել։ Եթե գաք այդ իմ հետահայաց այդ ցուցահանդեսի հին գործերը տեսնեք, որ շատ ավելի գորշ սերիներով, բաներով արած գործեր կան, ավելի զուսպ գունային, բայց դա պորտկումներ է ստացվում մոտ այդ։ Ինչպես կյանքում ամեն բնակավարում էլի։ Հիմա այս վերջի տարիները չգիտեմ իմ մոտ ինչի է այդպես երկրորդ բացվել էլի շնչառությունը, դες գույները շատ եմ սիրում, ավելի գունային բաներ եմ անում, որ նորմալ է, չեմ էլ մտածում դες բաների մասին, ոնց գալիս է տենց էլ արտահայտվում։ Եվ քանի որոշակի ժամանակաշրջան եղել եք նաև Երևանի գլխավոր նկարիչը, ինձ հետաքրքիր է մեր քաղաքը դուք ինչ գույնով եք տեսնում, ինքը էլի շատ գույներ ունի։ Մեր քաղաքը ես տեսնում եմ վարդագույն Երևան, որը ցավոք սրտի փչացնում են, փչացրել են եւ փչացնում են։ Ամբողջ աշխարհում չկար այդպիսի քաղաք, որը վարդագույն տուֆով էր սարքած։ Իսկ այդպեսին էր Երևանը։ Ցավոք սրտի այն ժամանակ ես շատ պայքարեցի, երբ որ ես գլխավոր նկարիչն էի, 2 տարի աշխատում էինք, մենք քաղաքի լուսավորության հիմքերը դրեցինք, այդ շենքերի առանձին, փողոցների, այդ գովազդների կանոնակարգում մտցրեցինք, գազանանոց ձևավորեցինք, հազար ու մի տեսակի բաներ, բայց գիտեք ինչ կա, բիզնեսը միշտ հաղթում է։ Իրանք որոշեցին, որ պետք է դրսից բերած գույներ մտցնեն այս քաղաքի մեջ, Երևանը փոխվեց։ Ցավոք սրտի։ Պետք է Երևանը ամբողջ աշխարհի քաղաքներից տարբերվել հենց մենակ դրանով, վարդագույն շնչող, այդ գեղեցիկ տուֆը, որը իսկապես զարմանալի բան է, քարե, հայկական տուֆը, ցավոք սրտի բան եղավ, փոխվեց եւ դրանով է իմ բանը, վերաբերմունքը Երևանին։ Եվ քանի որ ժամանակը սահմանափակ է, Ռուզանա, խնդրեմ հիշեցնենք վարպետի նկարչության հանդեսը ինչքան ժամանակ կարող է այցելում վայելել, որ ժամից սկսած, որտեղ։ Դե բացումը բոլորից իրով հրավիրում ենք մայիսի 17-ին, մինչև կեսգիշեր կարող են նայել, դրանից հետո մինչև հունիսի 1-ը այցելուները հնարավորություն ունեն գալ թանգարան, վայելել այդ գույները, բացի ցուցադրությունից նաև մեր մշտական ցուցադրությունն է բաց լինելու եւ թանգարանների գիշերը եւ միջազգային օրը։ Բայց մայիսի 18-ից սկսած ոչ մինչև կեսգիշեր, ճիշտ է։ Չէ, մայիսի 18-ին արդեն աշխատանքային ժամերին թանգարանը այցելուների համար բաց է 10:30-ից մինչև 5-ը։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը եւ շնորհակալ ենք, որ այս հրաշալի տրամադրությունը առավոտյան տվեցիք, գույների աշխարհը նվիրեցիք եւ վարպետ գիտեմ, որ արվեստանոցում աշխատելը միշտ հաճույք է արվեստագետի համար, առավել եւս երբ կա այդ տրամադրությունը եւ դրթող ուժը։ Ես գիտեմ, որ ձեր երևակայությունը անսահմանափակ է, գույների աշխարհը նույնպես։ Ուզում եմ մի գույն ավելացնել այդտեղ, Իջևանի սափոր սպիտակ գինին եւ համոզված եմ այս գույնը մի փոքր տեղ կգտնի նաեւ ձեր մտքերում եւ կարտահայտվի նաեւ զարմանալի բան, շատ սիրուն է։ Շատ շնորհակալություն։ Ես թույլ տվեք, ես էլ շնորհակալություն հայտնեմ եւ թանգարանի տնօրինությանը կազմակերպելու համար այս ցուցահանդեսը
եւ ձեզ էլ եմ շատ շնորհակալ, որ ասենց ժպտերես գեղեցիկ դիմավորեցիք մեզ եւ սպասում ենք բոլոր այցելուներին ամսի 17-ին ժամը 4-ին Աբովյան քաղաքի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան։ Եվ քանի որ դուք ձեր արվեստով, ձեր գործունեությունով էմոցիա եք նվիրում մեզ, մենք էլ ուզում ենք ձեզ նվիրել արևբացիկները, որոնք նույնպես էմոցիա են, այս անգամ խոսքերի տեսքով, իսկ գույների աշխարհը ձերն է արդեն։ Ձեզ ուզում եմ նվիրել մի Հայկոյի երգից մի ֆրազ, որը կոչվում է ամենաառաջինը, ով ինձ զգում ես։ Սա իհարկե արվեստագետի համար ամենակարևորն է զգալ ու տեսնել աշխարհը այնպեսին, ինչպեսին հենց ինքն է զգում եւ այդպես փոխանցել։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց եւ Ռուզաննա, ձեզ էլ եմ նվիրում սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Նվիրեք էլի ձեզ համար շատ կարևոր մարդու։ Շնորհակալ ենք ձեզ։ Շատ շնորհակալ ենք։ Ինչ, բաց չթողնեք այս հրաշալի առիթը եւ մայիսի 17-ին կայցելեք ու էսթետիկայի մեծ հաճույք կպատճառեք ձեր աչքերին։ Իսկ մեզ մոտ հիմա կարճատև դադար է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։